Դսեղ համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածուներ։ 30-ամյա թեկնածու Համլետ Քոչարյանը համայնքի գործող ավագանի է, Դսեղի արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվի նախագահը եւ քաջատեղյակ է գյուղի առջեւ ծառացած խնդիրներին։ Տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին 4 տարում ձեռք բերված փորձը պատրաստ է առաջիկայում ծառայեցնելու խնդիրների հաղթահարման գործին։ Որպես սպառողական կոլեկտիվի նախագահ սուտ գյուղատնտեսական խնդիրներին եւս քաջատեղյակ է։ Գյուղի առաջ ահագին ծառացած խնդիրներ կան, որոնք որ պետք է լուծվեն, որոնցից ամենաառաջնահերթը ես համարում եմ Դսեղ համայնքի վարելահողերի անմշակ լինելը, որին պետք է առաջնահերթություն տրվի եւ ցանկացած գյուղի հենասյունը հողն է, հողագործությունն է, որը որ մեր մոտ 6 տարիներին նվազել է հողագործությամբ զբաղվողների թիվը։ Եվ դրա համար ես իմ առջև ամենաառաջնահերթ խնդիրը դրել եմ նա, որ պետք է մեր գյուղացին նորից վերադառնա իր հողին։ Երիտասարդ թեկնածուի խոսքով այսօր շատ խնդիրներ հնարավոր է լուծել միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության, ասել է թե համայնք տարբեր ծրագրեր բերելու միջոցով։ Թեկնածուն ծրագրեր ունի նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման հետ կապված, ասում է գյուղի զբոսաշրջային ներուժը օգտագործել է պետք։ Թեկնածուի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև մշակույթի, կրթության ոլորտի երիտասարդների խնդիրները։ Երիտասարդության համար ահագին ծրագրեր կան, որ կարելի է կյանքի կոչել եւ մեր համայնքի երիտասարդությունը իրեն ավելի հարմար կզգաս այստեղ, քան արդեն չի ուզենա իր ժամանակն անցկացնի քաղաքներում։ Համլետ Քոչարյանն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, անկուսակցական է, ասում է իր ծրագրերի իրագործումը տեսնում է համագյուղացիների հետ միասնական ու թիմային աշխատանքով։ Ես ընտրվելու դեպքում խոստանում եմ, որ երիտասարդությանը առավելագույնս կներգրավեմ մեր կառավարման համակարգում եւ երիտասարդների ուժերով առավելը կքաղեմ ինչ որ կարող ենք։ Քարոզարշավ որպես այդպիսին թեկնածուն իրականացնում է հիմնականում գյուղամիջում։ Գյուղացիների հետ զրուցելով վերջիններս էլ բազմաթիվ խնդիրներով են դիմում թեկնածուին, հույս ունենալով, որ առաջիկայում դրանք կլուծվեն։ Իմ նպատակն է մնալ գյուղում, ապրել ցանկացած գյուղացու կողքին, ապրել ցանկացած գյուղացու հոգսերով։ Անկախ ընտրության արդյունքներից դսեղեցիները ցանկանում են իրենց գյուղի խնդիրները լուծված տեսնել, ասում են իրենք լավատես են։ Ինչքան որ լավն է լինի, քան մեր հայերի ամենազերնտու բանն է։ Կուզենայի, ասենք, ջրի պակաս չունենայինք, որ ունենք, էլ ինչ, ասենք, ճանապարհների հարցով գյուղում խնդրեմ շատ կա եւ կամանց այդ խնդիրները քիչ-քիչ լուծվում է։ Կամանց առաջ է գնում գյուղը լավն է, փառք Աստծո։ Մերի Գոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։